14-15-ից մինչև 18-19 տարեկան ռեալ ապեջանք եմ գործադրել, որ բերդ չնստեմ ու բան գերեզմանում պարկած չլնեմ, օքեյ, դա ինչ-որ կյանքի դպրոց է եղել, որ ինձ սովորացրել է մարդկային հարաբերություններ, հաշվարկել, ոնց անես, որ համ քեզ կոմֆորտ զգաս, համ ոնց որ ստիպված չլնես դրա համար մեկին սպանես, որ երկիր մոլորակի վրա քո քառակուսի մետրն ազատես։ Արի ավետիքին զանգեմ, ասեմ ախպեր արի։ Բակում խաղալ ինձ արգելում են, տանը աղմկել չի կարելի, ինձ դրսում արևը ծիծաղում է, ինձ բակում սպասում են երևի, օրը 100 անգամ ինձ ուտասնում են, ու 100 անգամ էլ զգուշացնում, մայթի վրա խաղալը արգելվում է, որ փողոցն ասնել չի կարելի, հայրիկի հետ վիճել, չի կարելի, հայրիկին բարկացնել, չի կարելի, տատիկին չլսել, չի կարելի։ Արևանից տղան շատ ընդունակ է, հազվագյուտ լսողություն ունի, ու հայրիկս հաստատ որոշել է, որ ինձ քաշ կտա դաշնամուրի, հայրիկս ինձ ասում է, որ ես բութ եմ, ում եմ ես քաշել նա չգիտի, ում հայրիկս ուզմունքից ճչում է, ում եմ ես քաշել նա լավ գիտի, չի կարելի մայրիկի հետ վիճել, չի կարելի տատիկին բարկացնել, չի կարելի հայրիկին չլսել, չի կարելի, բանդակում փակված է տեղծանիկը, նա էլ երկելու հավես չունի, ակվարիում լռում են ձգնիկները, շատ ուրախ կյանքից է երևի, բակում խաղալ ինձ արգելում են, տանը աղմկել չի կարելի, ինձ դրսում արևը ծիծաղում է, ինձ բակում սպասում են երևի, չի կարելի հայրիկի հետ վիճել, չի կարելի մայրիկին բարկացնել, չի կարելի տատիկին չլսել, չի կարելի, Իզյա։ Կյանքի խոսքի անասուն փուլում անգեր ոնց որ դա եղում է մինան ինչ անում։ Սում կյանքի անասուն փուլում է խոսքի։ Անասուն փուլում ես կյանքի խոսք։ Յուսիփ դեր կյանքի խոսք ասաց որտեղ։ Հա, ասաց կյանքի խոսքի, հայերենի ձևավորում։ Հա, տենց է որոշ երևի անունը դնեն կյանքի խոսք։ Մեկ ասել է կյանքի դե խոսքի, հա։ Կարող է։ Կյանքի խոսք։ Դեռ չես խզման ես վիդեոն ինչ ասա։ Մինորն էլ կա։ Հա, թազը վիդեո է։ Գալուտից է։ Հայաստանի Եվրոպական իր վարչության նստում որոշում ընդունեց մասնակցել ազգաժողովի մոտավոր դեպքերին, որին դեմ շարժման կազմում։ Ինչ է նշանակում մեր որոշումը։ Շուրջ 2 տարի առաջ Եվրոպական կուսակցությունը նախաձեռնել էր Եվրոքրե հասարակական շարժում, որի շուրջը կազմվեց 3 կուսակցությունների եւ մի քանի հասարակական կազմակերպությունների միավորում, մենք անվանեցինք Եվրադաշինք։ Եվ բնականաբար արդեն 2 տարի առաջ մենք մտածում էինք, որ ցավեցնական ընտրությունների մեկը գնանք հենց այսպես, դաշինքով, եւ դա շատ կարեւոր է, ավելի կարեւոր է, քան գնալ միայնակ։ Ինչու՞ այդ մասին կարելի է խոսել, ես երեք անդրադառնամ դրան, բայց ես ուզում եմ ֆիքսել հետեւյալը։ Դաշինքը կանգնեցին, դա կմեկնաբանեմ։ Որպես հիմա ինձ հաճախ ասում են, ինչու՞ չեք միավորվում։ Դա հարց է, բայց ինձ մի ուղղ է հարցը։ Մենք ենք եղել դաշինքի նախաձեռնողը եւ 2 տարի առաջ, եւ 1 տարի առաջ, եւ 2 ամիս առաջ, եւ 2 շաբաթ առաջ։ Մեր կուսակցությունը համառորեն ընդդում էր, կորդորում էր, խնդրում էր, առաջարկում էր ստեղծել ժողովրդավարական միասնական դաշինք։ Եթե մեր գործընկերների համար իշխանության քաղաքականությունը ընդունելի է, ապա եվրոպական կուսակցության համար ընդունելի չէ։ Բոլորին դրանց մենք դեմ ենք։ Ինչպես նաև այն կազմակերպությունների կուսակցությունների, որոնք հնարավոր է պատահում։ Ընդհանուր եզրեր եւ մտնել, որ դեպի այս իշխանությունները, որը մեզ համար իր քաղաքականություն դարձել է ընդունելի, որովհետեւ մեր աչքի առաջ դեմոկրատիա մենք երրորդ մասով։ Մենք կոչեցինք 10 քաղաք, 200 գյուղ, 400 եկեղեցի տաճար, 250 դպրոց, գետեր, լեռներ, հանքեր։ Մենք կոչեցինք Արցախը 30 տարի շարունակ եւ վերջին 8 տարիները հատկապես։ Նրանք բոլորը Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան եւ Փաշինյանը մերժում էին կրկության միակ ճիշտ ուղին։ Ինտեգրում Եվրոպայի, այն ինչ այս Բոսնիան, Կոսովո,
Այն ինչ արել են ժամանակի բացյալ երկրները։ Ինչ հիմա մեր աչքի առաջանում է Մոլդովան։ Պրահայում 2022 թվականի պայմանավորվածությունների հիմա վրա է Արցախը հանձնվել խոսքի։ Քավորն է եղել է Մակրոնը, բան քավոր կինն է եղել է Շարլ Միշելը։ Ենթադրենք։ Անեն չի ռուսները ուրիշ բան անելու։ Այդ չի ասած ես միտքը, բայց նենց է անդել ուրիշ բան չէին առաջարկում, հա։ +1 Այդ շատ լավ է։ Ես մտածում եմ սենց ախպեր։ Մարդը, լյուբոյ մարդ, իր կյանքը ինչ որ դժվարություններ հաղթարը վրա ստեղծում։ Հիմա եթե ինքը դժվարությունների է հանդիպում ու դա լուծումը, դա ավելի թանկ է, կոպիտ ասած, ու այդ մարդու համար դա ավելի ոնց որ թույն ճանապարհ է, քան որ ինքը տենց ստանում է ինքն։ Այդ հեշտ փող չկա։ Ես ախպեր ինչ ուզում եք ասեք, ես այսքան տարի, ասում եմ 1000 բանի մեջով անցել է, հեշտ փող աշխատել է, դա ոնց որ հաշվեք ոնց որ դա արդար չի իմ կարծիքով, սենց ասեմ քեզ։ Դու պետք է դա վաստակ ես ախպեր։ Հիմա եթե խոսում ենք այդպես բաների մասին, ինգեր, ես էլի նույն ձևն վերաբերվում դրան։ Կրթությունը կարևոր է, ես բան չունեմ ասելու, բայց ես ասում եմ, այսօր կրթությունը հասանելի է այն պրիզմայում, որ եթե ինքը շատ է վիզ դնում, կարող է դա դիմի ինչ-որ ծրագրերի, որտեղ իրան ասում են, այ քեզ կֆինանսավորենք։ Ես եթե այդ մարդը չեմ, որ այդ փողը ունեմ, դաժե եթե ես այդ փողը ունեմ, ախպեր։ Ոնց որ եթե ուզում եմ իմ երեխան խոսքի թոփերի մեջ մտնի, կոպիտ ասած, ինչ որ առնով ինքը պետք է դա վաստակի ախպեր։ Հա դու Հայաստանի կառավարության նման ես ասում, քանի որ ես կարողություններ չունեմ, capacity չունեմ գնահատելու քո պրոյեկտի կենսունակությունը, եթե արշին բանկը գասի, որ դա օքեյ է, քեզ վարկա տալի, ես տոկոսները սուբսիդիա խոսքի ֆիզիկոս ես ուզում դառնաս ախպեր, այդ ամենալավ տեղը խոսքի չգիտեմ, MIT-ն է դրա համար սովորելու։ MIT-ում պետք է տարին պայմանական $100,000 մենակ վարձ տաս։ Հանգի վիզդի որ դու տնես այն ուսանողը, որ քեզ կընդունեն MIT-ի ախպեր։ Հա, կոպիտ ասած ես կարամ փող տամ դու գնաս, սովորես հետ գաս, ինչ որ level-ի, ինչ որ աշխատես, բայց խոսքի հիմա դու ես ուզում եմ որ ասենք իմ երեխան գնպսնի ախպեր։ Ես քեզ պատժկային, բայց գնա վիզ դիր, ես քո համար միջավայր եմ ստեղծել, ախպեր։ Ես քեզ ինչ ուզում ես արա, ես իրան ոչ մի բան չեմ արգել։ Բացարձակ միջև որս ոչ մի բան չեմ արգել։ Բայց ասել եմ դու պետք է վիզ դնես, էլի մեքենան էլ էսել են, ու այսօր փարկաստու տեղից գնփսնում է ախպեր։ Ջոբում ես, բայց դա ոչ թե իմ տղեն է, ինքը որտեղ է ճանապարհը անցել է, ախպեր։ Իր համար չլուծվող խնդրեմ չկա։ Խնդրեմը ինքը միանգամից գիտի ոնց է լուծում։ Aber այդ դիտքը, որ տունը կամ կրթությունը ոնց որ կոպիտ ասած չգիտեմ, եթե MIT չելավ, ապա եթե MIT-ը ելնել իր համար կարևոր է այդ երեխու։ Գներես էլի, ես եմ որոշում, որ MIT պետք է ինքը դա պայմանական Harvard կամ Stanford։ Ատա ինչ է խոսքի լավ կրթությունները։ Հիմա ես պետք է այսօրվանից որոշեմ, որ իմ երեխան պետք է Oxford սովորի ինքը։ Չէ։ Հիմա դու ասում ես այդ այն ժամանակ, երբ որ եկել է, որ ինքը ուզում է, չէ՞ սովորի։ Նայ, դու ստրատեգիական հիմա մի հատ որոշում կարաս կայացնես։ Դա հետևյալն է, ոնց որ քո համար կարևոր է անընդհատ ուշադիր լինել, որ երբ որ ժամանակը գա, ինքը միշտ կարողանա գիտակցի լավ կրթության կարևորությունը, ձգտի լավ կրթության, եւ եթե դու ունես դրա ֆինանսական հնարավորությունը, քեզնից հասանելիքը անես դրա համար, դա ռեալիզացիա համար թե ոչ։ Բայց ասեմ ոնց։ Կներես, կստացի ես ու Արամը ստակ նույն ճամբարից չենք բանավիճում, որովհետեւ իմ համար տունը չի հանդիսանում։ Ես Արամի հետ համաձայն եմ, որ ինքը մեգա պրոյեկտ է ու ոնց որ քեզ քո կյանքի ժամկետների մեջ հետաքրքրում, բայց այն ամեն ինչը, որը հարուստ Երևանու մասին է, բարեկեցիկ Երևանու մասին է, այլ ոչ թե բովանդակության մասին է, ես չեմ կարծում, որ դա ավակ սերնդի պարտականությունն է, ավակ սերնդի նկատմամբ։ Հիմա ես լավ ժամ ես ուզում կապես, կավլիցի գնա հարստացիք է։ Հիմա քո ասածը, եթե ես sense բացատրեմ, այո, ես ոնց որ կոպիտ ասած ժամանակը որ գա, ոնց որ կարամ իրան որպես ծնող փորձեմ ինչ որ ձև բացատրեմ, պատմեմ, ցույց տամ, որ կարևոր է լավ կրթությունը, երբ որ գալիս է արդեն խնդիրը, որ պայմանական ինքը եկել է այդ մտքին, ինքնուրույն, ինչ որ ձև, բարձր է, իմ այսպես ասած բանով այդ թվում նաև, բայց եկել է այդ մտքին, որ իրան պետքա Ստենֆորդ ընդունվի, պայմանական ասած։ Եկել է այդ մտքին, գալիս է պապ, ուզում եմ Ստենֆորդ ընդունվի, ասում եմ ցավոտ էլ տանեմ, ես իրան կարամ այդ լուրջ աջակցեմ։ Խոսքի իրան ասեմ, գիտես ինչ, Ստենֆորդ որտե՞ղ ես ուզում, ստես ուզում, ասում եմ, հա, ասում եմ, ես քանա վարձ, ասում եմ, ասում եմ, այս foundation-ը կա, այս foundation-ը կա, այս foundation-ը, ինչ նամակ պատրաստենք, արի իրար հետ օգնենք, նամակ պատրաստենք խոսքի։ Այս ճապով անցի, տղես։ Երկրորդ բանը,
Դա պետք է ընդունվես ինչ-որ ձև, ու դե կարևորը թե դու ինչ առաջադիմությամբ ես ընդ որ էդի կարողանաս ստանաս։ Ինչ առաջադիմություն ունես դու, հələ մի տարի էդին է ենք ախպեր։ Հիմա եթե խոսքի իմ երեխան արժանի չի ինձ սովորելու, ինչա թե ես փող ունեմ, կոպիտ ասած, որ կարամ ընդ տեղավորեմ, չեմ ասում կաշառքով, ես ու վարձը տամ, մեկա սովորի։ Ոնց որ դա իմ համար բավարար պայման չի, որ իրան ես այդտեղ օգնում եմ։ Ես ուզում եմ համոզված լինեմ, որ ինքը դա ինքը ուզում է, ինքը դրա համար վիզա դնում, ինքը ավելին ասեմ, դու եթե այնքան ես վիզ դրել, որ կոպիտ ասած Ստենֆորդը քեզ ուզում է, Ստենֆորդը փողը կճարի քո համար։ Այդ Տենց է աշխատում աշխարհը։ բայց այդ 1000-ից մեկն է, տենց 1000-ից մեկը չի։ 1000-ից մեկը չի։ Մեր մոտ այո 1000-ից մեկն է, եթե Հայաստանի մասից խոսքը ասեմ։ Դե որտեղ 1000-ից մեկն է կարում ընդունվի։ Okay, ապա ճիշտ է ասում, 1000-ից ընդունակություններ, ապա ի՞նչ ժառանգական ընդունակություններ։ Մասնավոր դպրոց է գնում հիմա, եթե դες ասում։ ու դու դրա համար վճարում ես, դու այդտեղ ֆունդամենտալ բարդքի գիտակցում ունես, որ էդի ոնց որ Տիպը որ եթե կարող ես, պետք է անես էդի։ Չէ, պրոստը հիմա ինչ-որ մասնավոր դպրոց է։ Գնես, Ավելին ասեմ, այդ մասնավոր դպրոց որ ավարտի դժվար կարող ես Ստենֆորդ ընդունվի։ Որ դպրոցն է սա։ Վալդորֆյան։ Արայվ աղջիկներն է Վալդորֆյան սովորում։ քո ընթեզը, որ ասում ես դժվարությունները կյանքի դպրոց են, Էդի մարդու կալիբրը որոշող էական գործոն են դառնում։ Այո, ապա դժվարությունները կյանքի դպրոց են։ Բայց ես խոսքի 14-15-ից մինչև 18-19 տարեկան ռեալ ապեջանք եմ գործադրել, որ բերդ չնստեմ ու բան գերեզմանում բարկակ չլնեմ։ Okay, դա ինչ որ կյանքի դպրոց է եղել, որ ինձ սովորացրել է մարդկային հարաբերություններ, հաշվարկել, ոնց անես, որ համքես կոմֆորտը զգաս, ոնց որ ստիպված չլնես դրա համար մեկին սպանես, որ երկիր մոլորակի վրա քո քառակուսի մետրն ազատես։ Հա, դա կյանքի դպրոց է եղել, բայց ապա բոլոր այն մարդիկ, ովքեր ոնց որ ստիպված չեն եղել դա անեն այդ նույն տանը։ Իրանք ավելի լավն են դա Ապա կարծիքով։ Իմ ճանաչած բոլոր այն մարդիկ, ովքեր այդ փուլը այդ ձևի կյանքով ապրելու ստիպված չեն եղել, հիմա էապես ավելի լավ ոնց որ կարիերային կետում են, քան ես։ Okay, ապա, հա, որ միտեղ, որ ասենք, ապա ուզում ես ասես աշխարհում թինեյջերական այսպես ասած ժամանակաշրջան չկա, ապա։ Հա, եթե խոսքի հարուստները իրենց երեխեքին տանում են ինչ-որ ակվարիումում մեծացնում են, օրինակ իրար հետ, եթե դա անում են, ես դրա վրա եմ կասկածում։ Ես քո հետ կարայի համաձայնել նե ախպեր։ Ապա սա աշխարհում է դա ինգեր։ Եթե քեզ թվում է Հայաստանում է մենակետի տենց բան եղել, սխալվում ես ինգեր։ Ավելին ասեմ, եթե Հայաստանում 90% դեպքերում կյանքի մահվան հարցը շատ քիչ դեպքերում է եղել։ Ոսկի որ դու համեմատես նույն ձև 15-ից 19 տարեկանում Ամերիկայի երեխեքի ինչերի միջով են անցնում։ Հիմա կհասկանաս, որ դա ավելի բարդ մի բանի միջով են անցնում, ինգեր։ Քան դուստե մենակ հայերի միջավայրում խոսքի։ Անդե ինքը Մեքսիկի, Սևամորթի, չգիտեմ սրա նրա հետ հարցերի մեջ ա եղել, որ դարել է մարդ կոպիտ ասած։ ախպեր կարա չեմ բացառում։ Դե ուզում ասեմ, բան եմ ասում։ ես ուզում ասեմ, ինգեր այդ դժվարությունները, կոպիտ ասած, եթե դու քո 15-ից 19 տարեկանը պայմանական անցկացնում ես լիքը ինչ-որ ուրիշ տարբեր հարցերի մեջ, ոչ կրթության մեջ, դա դեռևս չի նշանակում, որ դու վсё կյանքը բաց ես թողել։ Ախպեր չէ, բնավ Вообще չի նշանակում։ Ախպեր բնավ դա չի նշանակում։ Դա ի՞նչն է։ Բայց ես ասում եմ ստատիստիկորեն, ովքեր ստիպված չեն եղել կյանքի շրջափուլը այդ ձև ապրել, ոնց որ ավելի արագ է իրանց եւ կարիերային աճը եւ կապիտալի կուտակումը ամեն ինչ Որակակալը։ Հիմա գալիս եմ դրան։ Անխոս ապա եթե համաշխարհային տնտեսությունը պայթի, սաղ ասենք բան, հեսանալուց են գալի։ 21-րդ դարի ենթակառուցվածքը ամայանա ու նորից Հայաստանում ստեղծվի վիճակ, որ խոսքի դու կարող ես լավ կուրտկով մտնես դալան կուրտկեն ձեռից հետ խլել, այդ միջավայրում վստահաբար ապա իրանք մրցակցային առումով ամենալավ սկիլերը չեն ունենալու։ Ապա բաց սմբատուր, հա։ Հեսա գա։ Ընտրություն անցկացնում։ Հեսա գա։ Համարյա իսկ բանք, հա։ Ավելամին է սրացը։ Նա ինչ մնաց։